Բացի այն, որ Տիկին Կարապետյանցը վարչապետի թեկնածուն է, ովքեր են ձեր թիմի մյուս անդամներն, օրինակ արդեն պատկերացումներ կան ընտրություններին, եթե մասնակցեք ժողովրդին ընտրողներին որպես պաշտպանության նախարար, որպես արտգործնախարար, այն կարևոր պոստերին ովքեր են լինելու, դուք եւ ինչպես եք գնալու ընտրություններին, ձեր նախ Ամանադրական շարժում է, թե արդեն որպես կուսակցություն գրանցել եք, թե ոչ, կխնդրեմ դա հստակեցնեք եւ միայնակ եք գնալու ընտրություններին, թե ձեզ համար օրինակ օրվա իշխանությունների վարած քաղաքականությունը օրինակ այնքան անընդունելի է, որ պատրաստ եք համագործակցել մինչ այս իշխանության եղած ուժերի հետ կամ նոր ձևավորվելիք ուժերի հետ, որոնք օրինակ նաեւ ռուսական հետ ունեն։ Շնորհակալություն հարցի համար, նախ առաջին հարցի պատասխանը, կառավարությունը դեռևս ձևավորված չի, մենք ունենք մարդիկ, որոնք կարող են հավակնել որևէ պաշտոնի, բայց մենք կարծում ենք, որ նախքան կառավարության կազմը հայտարարելը անհրաժեշտ է լայն կոնսոլիդացիա եւ դա է պատճառը, որ այսօր մենք որևէ այլ պաշտոնում, որևէ այլ մարդու չենք առաջարկում, որովհետև վստահ ենք, որ միշտ կարող են գտնվել դաշտում ավելի արժանավորները, ովքեր մեր այս պահին պատկերացրած մարդուց գուցե ավելի լավ կազմակերպեն այդ տվյալ ոլորտը։ Դրա համար այսօր ժամանակավրեպ ենք համարում խոսել նախարարների կամ այլ պաշտոնների մասին, միևնույն ժամանակ ուզում եմ ասել, որ 1.5-2 ամսվա ընթացքում ամենաուշը պատրաստվում ենք եւ ծրագիրը եւ կառավարության կազմը ներկայացնել հասարակությանը, մեր հանրությանը եւ այդ խումբը, այդ թիմը կներկայացնի իր տեսիլը, ինչպես է կազմակերպելու Հայաստանի զարգացումը արդեն ծրագրային մակարդակում, կառավարման մակարդակում։